Բարև բոլորին։ Ճիշտ ասած, այս դավաճանական ռեժիմի հետ ոչ թե օրը բացվում է բարինել հետը, այլ ամեն անգամ օրը բացվում է թույնի նոր չափաբաժնով, ատելության նոր չափաբաժնով, որը նետվում է հանրության մեջ, եւ հատկապես այդ ատելության առաջնային զոհեր են դառնում արցախցիները։ Այսօր ոչ միայն բացառություն չէր, այլ այդ օրերից ամենաշռայլն էր։ Դավաճանական ռեժիմի դավաճան ղեկավարը սկսեց իր քարոզարշավի հերթական օրը արցախցիների նկատմամբ աննախադեպ ատելության քարոզով։ Ամբողջ քարոզարշավը նրա հիմնված է ատելության քարոզով եւ ատելության քարոզի վրա եւ արցախցիների նկատմամբ ատելության քարոզ է անում օր ու գիշեր տարբեր առիթներով, տարբեր պատրվակներով գտնելով, գուցե հենց ինքը ստեղծելով, եւ այսօր բացառություն չէր եւ օրը սկսեց ինչ որ մեզ համար բոլորիս ոչ մեկս երևի չենք էլ տեսել անծանոթ ինչ որ վիդեո դնելով որտեղ Արցախի բարբառով կարծես թե նրանց սպառնում են եւ դա օգտագործելով արցախցիների նկատմամբ հերթական ատելությունը հանրության մոտ քարոզելու համար, սպառնալու համար, վիրավորելու համար, նոր դավաճանական թեզեր բերելու համար, ինչպես օրինակ մեր զինվորներին թիկունքից հարվածել են, երևի նրանք են եղել։ Հիմա ուզում եմ ասել ով այդ թիկունքից հարվածել մեր զինվորներին, այո, մեր զինվորներին թիկունքից հարվածել են եւ երևանցի զինվորներին, եւ արցախցի զինվորներին, եւ գյումրեցի յուրաքանչյուր հայ զինվոր այդ թիկունքից հարվածը զգացել է եւ մի քանի անգամ է զգացել, մի անգամ չի զգացել։ Առաջին անգամ, երբ պահում էր դիրքերը եւ պարզվեց, որ նոյեմբերի 9-ին դավաճանական իրենց թիկունքում դավաճանական փաստաթուղթ է ստորագրվել եւ Արցախի մեծ մասը հանձնվել է։ Անձամբ իմ եղբայրը Մարտունիում կանգնած իր դիրքն էր պահում եւ նա չի իմացել, որ Նիկոլ Փաշինյանը գնացել եւ հանձնել է իր հայրենի քաղաք Շուշին եւ դա իմացել է օրեր անց մեզնից, երբ որ արդեն ամեն ինչ ավարտված էր։ Չի իմացել, որ իր ընկերոջ կյանքի գնով պահված դիրքը գնացել ստորագրել եւ հանձնել է Նիկոլ Փաշինյանը։ Ահա դա է թիկունքից հարվածը։ Թիկունքից հարվածը, երբ որ զինվորը դիրքում կանգնած պահում է իր դիրքը 9 ամիս շրջափակված լինելով պահում է իր դիրքը եւ Նիկոլ Փաշինյանը գնում Պրահայում Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։ Այդ դա է թիկունքից հարված։ Թիկունքից հարված եւ այն զինվորին, որ կանգնել է 44-օրյա պատերազմին, եւ այն զինվորին, որ կանգնել է միջև վերջ Արցախում, եւ այն զինվորին, որ իր կյանքն է տվել հայրենիքի համար եւ հիմա չկա, եռաբլուրում է։ Թիկունքից հարվածը, երբ շրջափակումից հետո, երբ Ադրբեջանը սկսում է իր ցեղասպան գործողությունները Արցախում, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ քաղաքացիական բնակչությանը վտանգ չի սպառնում եւ դրանով պաշտպանում իր միակ դաշնակից Ալիևին։ Թիկունքից հարվածը դա է։ Եվ թիկունքից հարված այո եղել է եւ եղել է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Եվ մի օր անպայման այո այդ թիկունքից հարված անելու համար ինքը պատժվելու է եւ իր արժանի պատիժը ստանալու է։ Իսկ այն ամենը, ինչ ես ներողություն եմ խնդրում, որ մի քիչ հուզված եմ խոսում, հասկանում եք իրավիճակը ինչպիսին է։ Բնականաբար դիմելու ենք դատարան ատելության խոսք տարածելու այդ ամեն ինչի համար, բայց բնականաբար դատական այս համակարգը, որը գրեթե բոլոր դեպքերում, գրեթե բոլոր քաղաքական կոնտեքստով դեպքերում Նիկոլ Փաշինյանի հրամանն է կատարում, շատ դժվար է ցավոք սրտի մտածել, որ արդարացի լուծում է տալու, բայց ամեն դեպքում մենք հետամուտ ենք լինելու, որ այս բողոքենք քրեական գործ չգիտեմ կհարուցվի թե չէ, բայց ամեն դեպքում այս ամենը հասկանում ենք, որ հանցագործություն է, ատելության քարոզ է եւ այն էլ երկրի առաջին դեմքից եւ դժվարանում եմ խոսել, նույնիսկ տարիներ առաջ 2020-ից սկսված այս ատելության քարոզը արցախցիների նկատմամբ կար, հիմա օր-օրի էլ ավելի է շատանում եւ երբ որ ասում ենք, որ սա շատ վտանգավոր է, տարիներ առաջ շատերը չէին հավատում եւ ասում էինք, որ սա բերելու է արյունահեղության, շատերը չէին հավատում, հիմա գնալով Նիկոլ Փաշինյանը հենց իր դեմքով ցույց է տալիս տարբեր դրվագներով արցախցիների նկատմամբ ատելություն քարոզելով, չգիտեմ, եթե իրական իրավապահ մարմինը իրավապահ համակարգ ունենանք, կարող է պարզվի այդ վիդեոները իրեն սպառնալու իրենք են նկարել եւ օպերատորն էլ Գևորգ Պապոյանն է եղել եւ այդ զուտ դրվագեր օգտագործելու համար ատելության ավելի մեծ չափաբաժին հրապարակ նետելու համար եւ գիտեք
սա բերելու է, այո, մի օր անպայման բերելու է արյունահեղության, հատկապես եթե այս ռեժիմը, հային ատող ռեժիմը շարունակի մնալ, ոչնչացնելու է արցախցիներին, հետո ոչնչացնելու է եկեղեցին, ոչնչացնելու է տարբեր, ազգային տարբեր ուժեր, ինստիտուտներ, մարդիկ վտանգված են լինելու այս ռեժիմի պայմաններում։ Եվ հաշվի առեք, որ այսպես է լինում ցեղասպանության սկիզբը։ Օսմանյան կայսրությունը մի օրում չեն որոշել հայերին ցեղասպանել։ Չգիտեմ, նացիստական Գերմանիայում մի օրում չեն որոշել հրեաներին ցեղասպանել։ Եկել է որևէ Նիկոլ, սկսել է քիչ-քիչ ատելություն քարոզել, հավաքել այդ մարդկանց ցուցակը, հետո մի օր ունեցել ենք հոլոկոստը։ Իմացեք, որ սա հենց այնպես սպառնալիք չէ, սա այն ամենն է, ինչ տեսնում ենք, ինչ պատմությունը մի քանի անգամ ցույց է տվել, հիմա այս ամենը Նիկոլ Փաշինյանի ձեռամբ է տեղի ունենում։ Ատելության քարոզ, վիրավորանք, սպառնալիքներ արցախցիների նկատմամբ եւ իր էջը օգտագործում է որպես ատելության քարոզ եւ ցեղասպանություն նախապատրաստող էջ այդ ատելությունը սփռելու տարածելու համար։ Զգոն եղեք, չտրվեք երկրի առաջի դեմքի կողմից արվող այս սադրանքներին եւ նաեւ պատրաստ եղեք, իմացեք, որ նման ռեժիմի շարունակության դեպքում ել ավելի վատ եւ ել ավելի սարսափելի ամոթալի բաներ ենք տեսնելու։ Այս պահին երևի այսքանը, չգիտեմ հետագա գործողությունները ինչ կլինի, ամեն դեպքում ես պատրաստվում եմ դիմել քրեական գործ հարուցելու համար, ատելության քարոզի, վիրավորանքի սպառնալիքի համար, ընթացքի մասին բնականաբար տեղյակ կպահեմ։ Շնորհակալություն։ Եվ կներեք, որ այսքան հուզված երևի հասկանում եք, որ այլ կերպ հնարավոր չէր այս պարագայում։